Հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ։ Քո իրավունք հաղորդաշարի այսօրվա թողարկումը նվիրվում է ձեր կողմից ներկայացված հարցերին։ Հարցերի մեծ մասը վերաբերում էր հայտարարագրմանը։ Հարգելի քաղաքացիներ, նախ եւ առաջ ուզում եմ ասել, որ հայտարարագրման համակարգը չի չեղարկվել։ Պարզապես, եթե դուք միայն վարձու աշխատող եք, ապա ձեր փոխարեն հայտարարագիրը լրացնում է պետական եկամուտների կոմիտեն։ Եթե դուք կատարել եք սոցիալական ծախս, առողջապահության ծախս, ինչպես նաև կրթության ծախս, որը պետք է հետ ստանաք, ինչպես նաև ունեք այլ եկամուտներ, ապա հայտարարագիրը պետք է ներկայացնեք դուք։ Իսկ հիմա անցնենք ձեր կողմից ներկայացված հարցերին։ Եթե ես աշխատել եմ 2024 թվականին ընդամենը 1 ամիս, արդյոք պետք է ներկայացնեմ հայտարարագիր։ Այո, հարգելի քաղաքացի, եթե դուք նույնիսկ աշխատել եք 1 ամիս հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղաքացիական պայմանագրի հիման վրա ծառայություններ մատուցող անձ, ապա այո, պետք է ներկայացնեք հայտարարագիր։ Եթե ՀՀ քաղաքացիություն չունեմ, արդյոք պետք է ներկայացնեմ հայտարարագիր։ Ոչ, հարգելի քաղաքացիներ, հայտարարագիր են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Իսկ ով է համարվում ՀՀ ռեզիդենտ, դա այն անձն է, ով հարկային տարում 183 օր եւ ավելի գտնվել է Հայաստանի Հանրապետությունում կամ ում կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է։ Կենսական շահերի կենտրոն ասելով ի նկատի ունենք, ում բնակավայրը տունը, ընտանիքը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե 2024 թվականի ընթացքում եղել եմ վարձու աշխատող, սակայն ներկայումս գտնվում եմ արտերկրում, արդյոք ներկայացնելու եմ հայտարարագիր։ Այո, հարգելի քաղաքացի, քանի որ դուք 2025 թվականին ներկայացնում եք 2024 թվականի եկամուտների հայտարարագիրը, ապա այո, պետք է ներկայացնեք հայտարարագիր։ Արդյոք անչափահասները պետք է ներկայացնեն հայտարարագիր։ Ոչ, հարգելի քաղաքացիներ, անչափահասները հայտարարագիր չեն ներկայացնում, ինչպես նաև նրանց փոխարեն ծնողները, խնամակալները հայտարարագիր չեն ներկայացնում։ Եթե 2024 թվականի ընթացքում չեմ աշխատել, բայց իմ բանկային քարտին փոխանցվել են գումարներ, արդյոք պետք է ներկայացնեմ հայտարարագիր։ Ոչ, հարգելի քաղաքացի, եթե դուք 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող չեք եղել, ապա հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։ Եթե ես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացի եմ, արդյոք ներկայացնելու եմ հայտարարագիր։ Հարգելի քաղաքացի, եթե դուք բռնի տեղահանվել եք Լեռնային Ղարաբաղից, սակայն ներկայումս չունեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ապա հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, քանի որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Արդյոք անհատ ձեռնարկատերերն ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։ Ոչ, հարգելի քաղաքացիներ, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն ֆիզիկական անձինք, եթե իհարկե դուք 2024 թվականին վարձու աշխատող չեք համարվել։ Խնամքի արձակուրդում գտնվողը պետք է ներկայացնի հայտարարագիր։ Այո, հարգելի քաղաքացի, դուք շարունակում եք հանդիսանալ վարձու աշխատող, հետևաբար պետք է ներկայացնեք հայտարարագիր։ Արդյոք կենսաթոշակառուները պետք է ներկայացնեն հայտարարագիր։ Եթե ձեր եկամուտը միայն կենսաթոշակն է, ապա ոչ, դուք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։ Սակայն, եթե վարձու աշխատող եք, այդ թվում նաև ստանում եք կենսաթոշակ, ապա այո, պետք է ներկայացնեք հայտարարագիր։ Եթե իմ միակ եկամուտը նպաստն է, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, արդյոք պետք է ներկայացնեմ հայտարարագիր։ Հարգելի քաղաքացի, եթե ձեր միակ եկամուտը հաշմանդամության նպաստն է կամ այլ նպաստն է, ապա ոչ, դուք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։ Եթե 2024 թվականի ընթացքում ստացել եմ դրամաշնորհ կամ կրթաթոշակ, բայց չեմ աշխատել, արդյոք ունեմ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։ Նույն սկզբունքով, հարգելի քաղաքացիներ, եթե 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող չեք համարվել, ապա հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։ Ամենահաճախ հանդիպող հարցը. եթե ես 2024 թվականի ընթացքում չեմ աշխատել, բայց ստացել եմ 20 միլիոն դրամ եւ ավելի վարկ, արդյոք պետք է ներկայացնեմ հայտարարագիր։ Ոչ, հարգելի քաղաքացի, թե հիպոթեկային վարկը, թե այլ վարկը որպես փոխառություն չի դիտարկվում, հետևաբար դուք 2024 թվականի ընթացքում հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։
Եթե ես 2024 թվականի ընթացքում վաճառել եմ անշարժ գույք, արդյոք պետք է ներկայացնեմ հայտարարագիր։ Ոչ, հարգելի քաղաքացի, դուք եթե վարձու աշխատող չեք համարվել, ապա հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։ Եթե ես 2024 թվականի ընթացքում չեմ աշխատել, բայց ունեմ 2 անշարժ գույք, արդյոք պետք է ներկայացնեմ եկամուտների հայտարարագիր։ Հարգելի քաղաքացիներ, այս հարցը նույնպես ամենից հաճախ հանդիպող հարցերից մեկն է։ Մեր հայտարարագիրը եկամուտների հայտարարագիր է, որը պետք է ներկայացնենք, ոչ թե գույքի։ Հետևաբար, միայն գույքի առկայությունը չի ենթադրում, որ դուք պետք է ներկայացնեք հայտարարագիր։ Այն է, տվյալ դեպքում հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։ Սիրելի քաղաքացիներ, ներկայացրեք ձեր հարցերը, ձեզ հուզող բոլոր հարցերը հայտարարագրի վերաբերյալ եւ այլ թեմաներով, եւ մենք սիրով կպատասխանենք դրանց։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք, խաղաղություն բոլորիս։